Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո» կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այս դեպքում նաև բարև մեր չքնաղ երկրի հրաշալի բնություն եւ բնության բոլոր մասնիկներին, եթե ձայները լսում եք, այս բզոցների տարատեսակ բզեզներ, մեղուներ, էլ ինչեր կան։ Մենք գտնվում ենք հրաշագեղ Dream Park-ում։ Այո, շատ հիասքանչ վայր, մենք շատ ենք խոսել մեր այս հովանավորի մասին եւ այս անգամ որոշեցինք հատկապես մայիսին գալ, որպեսզի վայելենք այստեղի բնությունը, շնչենք մաքուր օդը եւ հատկապես այսօր ողջունում ենք հենց Լորվա մարզի բնակիչ մեր հեռուստադիտողներին։ Մենք թողարկման ընթացքում, սիրելի հեռուստադիտողներ, խոսք ենք տալիս, որ ձեզ հնարավորություն կընձեռենք Dream Park-ն առավել մանրամասն ուսումնասիրել, յուրաքանչյուր ծաղիկ, յուրաքանչյուր թուփ եւ ամենակարևորը կունենանք զրույց այստեղի խոհարարի հետ եւ վստահ եմ, որ հաջորդ հենց շաբաթ կիրակի դուք կշտապեք պարզապես Dream Park։ Այո, մինչ կհասնենք այստեղի խոհարարի հետ զրույցին եւ կուսումնասիրենք այստեղի համադամուտեստները, Զիաննա, ես առաջարկում եմ սկսենք այսօրվա համար առանձնացված մեր տեղեկատվությունից։ Այո, ավանդույթները չխախտել։ 1631 թվականի հենց այսօրը, մայիսի 30-ին, լույս է տեսել ֆրանսիական La Gazette առաջին թերթը։ La Gazette պարբերականը հիմնադրվել է Լյուդովիկոս 13-րդ թագավորի անձնական բժիշկ եւ հրապարակախոս Թեոֆրաս Ռենոդոյի կողմից։ Այն համարվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող առաջին եվրոպական տպագիր թերթը, որից էլ հետագայում առաջացել է գազետա, թերթ եզրույթը։ Ռենոդոն մտածել էր La Gazette անվանումը, որը ծագում է իտալերեն գազետա բառից եւ նշանակում է արծաթե մետաղադրամ, որը վենեցիացիները 16-րդ դարում վճարեցին ձեռագրերի համար։ Թերթը հիմնականում հրատարակում էր պաշտոնական լուրեր, դիվանագիտական հաղորդագրություններ եւ տեղեկություններ Ֆրանսիայից եւ այլ երկրներից։ La Gazette-ն իր ժամանակաշրջանի համեմատ տպվում էր մեծ քանակությամբ, 1200 օրինակ։ 30-ամյա պատերազմը, որը տևեց 1618-ից 48 թվականներին, շարժառիթ հանդիսացավ Եվրոպայում թերթերի ստեղծման եւ զարգացման համար։ Բնակչությունը տեղեկատվության կարիք ուներ եւ եվրոպական երկրներում մեկը մյուսի հետևից շուտով սկսեցին տպագրվել թերթեր։ Այո, այստեղ հարկավոր է նաեւ հիշել, թե որն է առաջին հայկական տպագիր պարբերական է եղել։ Դա իհարկե ազդարարն էր, որը լույս է տեսել 1794 թվականի հոկտեմբերի 14 Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ներկայիս Չենայ, եւ ազդարարի հիմնադիր եւ խմբագիրը եղել է հայ ազգի գործիչ լուսավորիչ Հարություն Քահանա Շմավոնյանը։ Այսօր հատկանշական ու կարևոր օր է կաթոլիկ եկեղեցու համար։ Մայիսի 30-ին նշվում է Սուրբ Ժաննա դ'Արկի օրը։ 1431 թվականի այսօրը Ռուանում մահապատժի ենթարկեցին Ֆրանսիայի ազգային հերոսուհի կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ժաննա դ'Արկին, այրելով նրան խարույկի վրա։ Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել լուծելու Ֆրանսիայի ազատագրման հարցը։ Շատ ուժեղ կամքով ազնվորություն է նա եղել եւ շարունակելով նշենք, որ ազատագրական պատերազմը սկսելու համար նա դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառան Կարլոսին եւ համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել։ Իսկ ինքը առաջնորդելով բանակը 1429 թվականի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օրլեան քաղաքը։ Նա ընդամենը այդ ժամանակ 19 տարեկան էր, պատկերացնում ես։ 1920 թվականին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը։ Նրա հայրոսական պատմության մասին, ինչպես արդեն գիտենք, կան շատ ֆիլմեր եւ գրքեր։ Այո, չեմ կարծում, որ լինի մեկը, ով չի տեսել ֆիլմը հայտնի Ժաննա դ'Արկին։ Տեղափոխվենք մեր ժամանակներ, սիրելի հեռուստադիտողներ, եւ տեսնենք, թե աստղային կյանքում ինչ է կատարվում։ Խոսեցինք այն ժամանակվա աստղերի մասին, ճակերտավոր, հիմա մեր ժամանակների։ Այս շաբաթ 49-ամյա երգչուհի Շակիրան ներկայացրեց 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգի տեսահոլովակը, որտեղ ներկայացված են ժամանակակից ֆուտբոլի լեգենդներ Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հալանդը եւ Հարի Քեյնը։ Շակիրան այս երգը կկատարի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ընդմիջման մեծամասշտաբ շոուի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի
հուլիսի 19-ին Նյու Ջերսիի MetLife մարզադաշտում։ Իրականում շատ էներգետիկ եւ դրական երգ է, Ինչպես նախորդ երգը Շակիրայի ամբողջ վարակիչ է, անգամ բոլոր նրանց համար, ովքեր ֆուտբոլասեր չեն կամ ֆուտբոլով հետաքրքրված չեն։ Անցնելով առաջ մնալով ֆուտբոլի թեմայի շուրջ, նշենք, որ օրեր առաջ էլ Դիանա Հայաստան եկավ, վստահ եմ տեղյակ ես, Բրազիլիայի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն։ Բրազիլիայի հավաքականի, Պաժի, Բարսելոնայի եւ Միլանի նախկին ֆուտբոլիստը միջոցառումների էր մասնակցում Երևանում։ 46-ամյա Ռոնալդինյոն կարիերան ավարտել է 2015 թվականին։ Նա ոսկե գնդակի արժանացել է 2005 թվականին։ Իսկ լեգենդար Լիոնել Մեսսին այս շաբաթ պաշտոնապես հասավ միլիարդատիրոջ կարգավիճակի, միանալով իր վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուին համաշխարհային սպորտի ամենաէքսկլյուզիվ ակումբներից մեկում։ Բլումբերգի տվյալներով 38-ամյա հարձակվողի կարողությունը գերազանցել է $1 միլիարդ, շնորհիվ ռեկորդային պայմանագրերի, բոնուսների և խաղադաշտից դուրս հաջող ներդրումների համադրության։ Վերլուծության համաձայն 2007 թվականից ի վեր Լիոնել Մեսսին միայն աշխատավարձերի եւ բոնուսների տեսքով վաստակել է ձյանը ավելի քան $700 միլիոն։ Հաշվի առնելով, որպեսզի նկատի ունենանք, հաշվի առնելով հարկերը, ներդրումային եկամուտները եւ խոշոր գովազդային պայմանագրերը, նրա կարողությունը ըստ Բլումբերգի գերազանցել է խորհրդանշական $1 միլիարդ։ Այս նվաճումը արգենտինացուն դարձնում է պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը հասել է հարստության այս մակարդակի։ Առաջինը դե ինչպես արդեն նշեցինք, Կրիշտիանո Ռոնալդուն է, որը 2023 թվականին Սաուդյան Արաբիայի Ալ Նասր ակումբի տեղափոխվելուց հետո էր գրանցել նման հաջողություն։ Շնորհավորում ենք նրանց նման կարողություններ ունենալու կարևոր աշխատանքով, սեփական քրտինքով։ Մեզ էլ մաղթում ենք նման գումարներ, ինչու ոչ։ Հաջողությունից գոնե ինչ-որ մի մասնիկ։ Այո։ Թողարկման այս հատվածում արդեն մեր ռեժիսորին կխնդրենք եթերն ընդմիջել մի գեղեցիկ տեսահոլովակով ավանդաբար, որից հետո կվերադառնանք եւ կհյուրընկալենք, մի փոքր այնքան էլ ճիշտ չի ասել է կհյուրընկալենք, որովհետեւ գտնվում ենք հենց Dream Park-ում եւ նրանց աշխատակիցներին հյուրընկալելն այնքան էլ ճիշտ չէ, բայց սա էլ մեր ժամանակավոր տաղավարն է։ Այո, կհյուրընկալենք շեֆ Խոհարարին, ինչու եմ արդարացնում այս բառը։ Ասա։ Չգիտեմ։ Kes in sirte que canchi, im Hayassan Jan. Hey,
ինչպես հաղորդման սկզբում մենք խոստացել էինք, այժմ բացահայտելու են Dream Park-ի խոհանոցը եւ ոչ միայն, եւ գլխավոր շեֆ խոհարար Ռուբեն Եղեզյանի միջոցով մենք կհասկանանք ինչ նոր համադամ ուտեստներ մենք այսօր կարող ենք տեսնել այստեղ։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն ձեզ։ Ողջույն Ռուբեն, կրկին մեզ բարի գալուստ Dream Park, ձեզ էլ բարի գալուստ մեր ժամանակավոր տաղավար։ Շնորհակալություն։ Մենք ուրախ ենք ձեզ տեսնել, դուք ուրախ եք մեզ տեսնել։ Իհարկե, միշտ սպասում ենք ձեզ ու մեր սիրելի հեռուստադիտողին միշտ պատրաստ ենք ցույց տալ այն ինչը մեր մոտ կատարվում է։ Ռուբեն, մենք մի քանի ամիս առաջ էինք եկել եւ դուք պատմեցիք հատկապես այդ շրջանի, հա, ամենատարածված ուտեստների, ձմեռային ուտեստների մասին։ Հիմա արդեն ընդառաջ արդեն ամառը եւ այս նկատում ենք, որ այսօր արդեն այստեղ շատ մարդիկ կան։ Կասեք սնունդի տեսանկյունից, հատկապես այս շրջանում, ինչ են նախընտրում ձեր հյուրերը։ Մեր հյուրերը իհարկե պատրաստ են մեր մենյուից, ճաշացանկից բոլոր ուտեստները փորձել։ Հիմնականում բոլոր ուտեստները շատ հավանում են, հավանության են արժանում, բայց կարող եմ նշել ներկա պահին, քանի որ փոշոտում է, մեզ մոտ Ստեփանավանի դենդրոպարկի տարածքում, Dream Park-ում մեծ, սենց ասած, Մարդկանց հոսքը շատ է։ մարդկանց հոսքը շատ է եւ բոլորը գալիս են դենդրոպարկ փոշոտումը վայելելու։ Dream Park-ում կարող են փորձել նոր ուտեստ, որը որ մենք պատրաստում ենք սիրով իհարկե, եւ նոր ուտեստը ինքը վիտամիններով շատ հարուստ, շատ էսթետիկ տեսքը հարուստ ուտեստ է, կցանկանամ ցուցադրել եւ բոլորը փորձեն մեզ մոտ վիտամիններով A, B, C, D վիտամիններով հարուստ ուտեստ է, որը որ ինձ թվում է կհավանեք դուք եւ նրանք։ Իհարկե չենք խնդրում, որպեսզի ամբողջ բաղադրությունը ներկայացնենք, բայց գոնե մոտավոր կասեք նոր ուտեստի բաղադրիչներից գոնե հայտնի բաղադրիչ։ Իհարկե այսօր հենց դա է պատրաստելու Ռուբենը, կարծում եմ նաև կպատնի պատրաստելուց։ Այսօր իհարկե կպատրաստենք դա մեր հեռուստադիտողի համար եւ հիմնական բաղադրիչները հորթի փափկամիս, շամպինյոն սունկ, մնացածը տեղում կպահ։ Եվ բանջարեղեն գուցե։ Եվ իհարկե բանջարեղեն, որը որ շատ անհրաժեշտ է մեզ։ Ռուբեն, իհարկե գաղտնիք չէ, որ Լոռու մարզը բուսականությամբ ամենահարուստ կանաչ մարզերից է Հայաստանի։ Ուտելի բուսականության մասին կուզենամ մի փոքր խոսենք, հատկապես որ բույսերն են այստեղ առատորեն աճում եւ որոնք են հենց Dream Park-ի ճաշացանկում ընդգրկված։ Եվ ինչ տեսքով։ Իհարկե քաջածանոթ եք Լոռու մարզի կանաչ գոտուն, սենց ասեմ, որը որ ինքը ունի մոտ 150 տեսակի կանաչ ուտելի բույսեր։ Դրանցից մեր մոտ շատ արտահայտիչ կարող եք նկատել օրինակ մանդակ, սիբեղ, փափկատերև, եղինջ, փիփերթ, եղինջով փիփերթով ապուր ունենք, շատ հիասքանչ է, կարող եք փորձել։ Ու նմանատիպ շատ կան, իհարկե, ճաշացանկում ներառվածներն են շատ, ու մեր ճաշացանկում շատ ուրույն տեղ է գտել փոքր գրված, որը որ դբա լավը, այսինքն որը որ մեր տեղականն է, հենց ճաշացանկում տենց ենք իրան արտահայտել։ Ռուբեն, հատկապես օտարերկրյա հյուրերը այդ կանաչեղենով հարուստ ճաշատեսակները ոնց են ընդունում։ Չեն զարմանում, ինչպես կարելի է ուտել խոտը, գուցե մտածեն իրենք։ Հնարավոր է կա տենց կարծրատիպ մարդկանց տեսակ, ովքեր որ տենց են մտածում, բայց փորձելուց հետո վստահ եմ եւ իրենց մոտ եւ մեր մոտ տպավորություն ունենցա, որ կրկին վերադառնան, կրկին գան փորձեն։ Հյուրեր ունենք, որ դեռ ուզում են տուն գնան, բայց մտածում են, պլանավորում են մի շաբաթ նորից վերադառնան Dream Park։ Հենց այդ կանաչ բույսերը, հենց մեր կոլորիտը փորձելու վայելելու համար։ Ռուբեն, հետաքրքիր է, քանի որ նշեցիք, որ կա հատուկ տեղանքին բնորոշ ուտեստների ցանկ, հա, առաջարկ մենյուում, արդյոք կան ոչ հայկական ուտեստների ցանկ, քանի որ հնարավոր է դրսից եկած հյուրերի համար այստեղի համերը այդքան էլ սովոր չեն եւ նրանք ես դրսի ուտելիքներին են սովոր։ Այո, դուք ճիշտ եք, ունենք մեր ճաշացանկում տեղ է գտել նաև իտալական խոհանոցը, շատ սենց ասած ակտուալ է իտալական պաստաները, հենց որոնք որ Իտալիայից են գալիս, մեր գործընկերները ներմուծում են, մենք օգտվում ենք իրանց հետ, շփվում ենք,
ունենք եվրոպական խոհանոց, ինձ թվում է մեր ցանկացած հյուրի համար Dream Park-ը շատ լավ հարմար տեղ է, որտեղ որ իրանք կարող են գտնել այն ինչ որ իրենք կուզեն եւ փորձեն այն ինչը որ մեր հայկականն է եւ նաեւ մեր Լորվա մարզինն է։ Ռուբեն, նաև կուզենք խոսել Dream Park-ի մասշտաբային հնարավորությունների հետ կապված։ Մենք շրջեցինք, նախորդ անգամ էլ տեսանք, որ կան փոքր տարածքներ, որտեղ ընտանիքներ են, ընկերական հավաքույթների են գուցե գալիս եւ ունեք մեծ սրահներ, որտեղ հանդիսություններ կարող են անցկացնել։ Մինչեւ քանի մարդ կարող է Dream Park-ը ընդունել, հատկապես այս շրջանում, երբ պահանջարկը շատ է, կարծես թե բոլոր տնակներում ընտանիքներ եւ հյուրեր ունեք։ Շատ լավ հարց եք տալիս, ուրեմն ներկայացնեմ ձեզ Dream Park-ի հնարավորություններից գիշերակացի համար մոտավոր մինչև 60 անձի համար մենք պատրաստ ենք հյուրընկալել հյուրերին նախաճաշով, իսկ մեր ընդհանուր առօրյայի մեջ հյուրերի սպասարկման թիվը մոտավոր մինչև 400-ից 500 անձի համար օրվա մեջ հերթափոխային, իսկ կորպորատիվի հետ կապված, կորպորատիվի համար ունենք 12 հոգանոց հատուկ փաթեթներ, հա? Այո, եւ մինչեւ 40-50 անձի, մինչեւ 90-100 անձի համար մեծ սրահներ։ Մեծաքանակի դեպքում հատուկ փաթեթներ են, զեղչեր են, կուզենք այս մասին Իհարկե, մենք ինչպես հասկացել եք, մեր հեռուստադիտողները ինչպես հասկացել է, մենք ժամանակի հետ առաջ ենք շարժվում ու ճկուն ենք բոլորի հետ։ Ճկուն ենք այս ոլորտում եւ կորպորատիվ փաթեթները, այդ կուլտուրան ունենք, փաթեթներ կարող եք գրել հենց Dream Park-ի էջին, երբ որ ցանկանաք մոտենալ, նախապես ամրագրել, անձաքանակը ասել եւ ծանոթանալ, մենք կներկայացնենք ձեզ Dream Park-ի փաթեթները, կորպորատիվների փաթեթներ, մանկական փաթեթներ, տարբեր է մեր մոտ։ Որքան ժամանակ շուտ, այսինքն 1 օր առաջ կարող են, թե 10 օր առաջ, 2 օր առաջ, եթե հնարավոր է, 2 օր առաջ էլ, 1 օր առաջ էլ մենք պատրաստ ենք մյուս օրվա համար։ Նախապես ամրագրումները շատ են այս շրջանում, կխնդրեմ մեր հեռուստադիտողին, եթե պլանավորում են մեզ մոտ, ինչքան հնարավոր է շուտ կապնվել մեզ հետ, կապ հաստատել եւ ամրագրել։ Հատկապես եթե հարսանիք է, կնունք է, որպեսզի ժամանակ ունենան նաեւ ներկայացուցիչներն ու աշխատակիցները, այո։ Ռուբեն, մի այսպիսի հարց կհիշեք ամենակմահաճ հյուրին, որ չի հավանել ոչ մի ուտեստ, ինչ որ պահանջներ է ներկայացրել, այսպես շատ դժվար, նյարդայնացնող ինչ որտեղ եւ ինչպես է գոհացրել ի վերջո։ Տենց ճիշտն ասեմ, տենց հյուրի չեմ հիշում, կան ուտեստներ, որոնց պարագայում ինչ որ խնդիր է առաջացել համային, թե տեսքի հետ կապված, ասենք, հա, կհիշեմ, իհարկե, սենց համ ասեցի, համ հիշեցի, մենք հնարավոր է որ մեր հյուրը նաև հեռուստատեսությամբ մեզ դիտի, հայ է, մենք իրան շատ լավ ճանաչում ենք, հետագայում կրկին փորձել է մեր մոտ գալ, հավանել է իհարկե, բայց տենց ունեցել ենք դեպքեր, որ կեսարի մեջ պարզվել էր, որ գանգուր 1000-ը շատ էր։ Իհարկե մենք նկատառումը գրի ենք արել, դրա վրա աշխատել ենք, բայց հնարավոր չէր ոչ մի բան անել, քանի որ գանգուր 1000-ը կեսարի հիմնական ինգրեդիենտն է, բաղադրիչն է եւ շնորհակալություն իրեն, որ մեզ նման կարծիք է ակարդը։ Խոհանոցի հետ կապ ուներ, թե պարզապես որպես այցելու։ Ռուբեն, իսկ հետաքրքիր է հետադարձ կապի առումով արդյոք բաց եք, ունեք հետադարձ կապ, որպեսզի թեկուզ վատ, լավ նամակները հաշվի առնեք, որովհետև իհարկե ամեն մարդու, հա, ճաշակը կարծիքը իրենն է, բայց որքանով եք հաշվի նստում հյուրերի կարծիքների, նկատողությունների հետ։ Մաքսիմալ շատ վերահսկվում է նման կարծիքները, մենք ամեն շաբաթ անդրադառնում ենք ցանկացած խնդրին, ցանկացած արտահայտություններ, ովքեր որ թողնում են թեկուս մեր Facebook-յան, Instagram-յան էջին, ցանկացած տեղ, որտեղ որ մենք լսում ենք թե լավը, թե վատը, մենք անդրադառնում ենք դրան եւ հետադարձ կապը անպայման պահում ենք, մաքսիմալ հնարավորինս շատ արագ արձագանքելով եւ խնդիրը լուծելով։ Հենց դա առաջի, սենց ասած, առաջին բաղադրիչն է, որի շնորհիվ ցանկացած ռեստորան կարող է առաջ շարժվել։ Դա մեզ մղում է առաջ։
մեր հյուրերի հետ ջերմ շփումը եւ կարծիքներ հաշվի առնելը։ Ռուբեն, եւ վերջում իհարկե այն ինչ կպատրաստեք, հնդածս կպատմեք, թե ինչ բաղադրիչներ են հարկավոր եւ ինչպես, բայց այս պահին արագ, հենց այս պահին նայող մեր տնային տնտեսուհիների համար կարող եք այսպես բլից մի արագ բաղադրատոմս ասել, որ եթե հիմա տանը քաղցած նստած են, վեր կենան, դա պատրաստեն եւ հագեցնեն իրենց քաղցը։ Գարնանային թեկուզ բաղադրիչները։ Գարնանային բաղադրիչներով կցանկանամ մեր հեռուստադիտողը պատրաստի դդմիկով կոտլետներ, ինքը կարող է համ նախաճաշային լինել, համ օրվա մեջ էլ շատ հաճելի է, փորձեն ինքը թթվասերով, ինչպես կցանկանան, պանակ սոուսով, այո, լավաշով, մածունային, բայց առաջացավ, եթե թույլ կտաս, հետաքրքիր քանի որ արդեն նշեցինք, որ այստեղ բնությունը հարուստ է հատկապես տարբեր տեսակներով, բայց հետաքրքիր է մսամթերքը եւ սննդի այլ տեսակները դուք որտեղից եք ձեռք բերում, որակի հետ կապված խնդիրները լուծված են ամբողջությամբ թե ոչ։ Իհարկե, սննդի անվտանգության բոլոր նորմերը մենք պաշտպանում ենք, իսկ հատկապես մսամթերքը, որը կարող է խնդրահարույց լինել այսքան մեծ քանակության օգտագործման դեպքում։ Իհարկե, այդ ամեն ինչը մենք վերահսկում ենք, ես անձամբ, մեր տնօրինությունը անձամբ վերահսկում ենք մեր բոլոր հյուրերը, վստահ եմ մսամթերքի հետ կապված միշտ օձիվներում էլ է մեզ հանդիպում շատ լավն էր, գոհունակությունը հայտնում են, մենք էլ վերահսկում ենք ու միշտ աշխատում ենք մեր հյուրերին տալ այն սնունդը, ինչը որ իրանք պարտադիր պետք է փորձեն ու վերջում ասեն շնորհակալություն։ Մենք այդ շնորհակալության կարիքն ունենք։ Բոլորը։ Ինձ թվում է, իսկ որպես Dream Park-ի շեֆ վարար ունեք այնպիսի ուտեստ, որը հենց դուք եք սիրում այստեղ ձեր պատրաստած ուտեստներից։ Լավ հարց եք տալիս, բայց կան շատ տեսակներ, որոնք որ մենք պատրաստում ենք ու ես անձամբ շատ եմ սիրում։ Ունենք լորվա ուտեստների ցանկ, որի որ ինձ համար շատ հոգեհարազատ են դարձել ու ինձ թվում է մեր հեռուստադիտողները եթե կգա մի անգամ մեր մոտ, կհավանի, ես շատ ուրախ կլինեմ դրանում։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ամուսնացած տղամարդ սիրում է իր կնոջ պատրաստած ուտեստները։ Ճիշտ եք կարծում։ Այո, շնորհակալություն ամեր եւ հետաքրքիր զրույցի համար։ Վստահ եմ արդեն շտապում է Ռուբենը խոհանոց, որպեսզի ձեզ համար օրվա բաղադրատոմսը պատրաստի եւ դուք նույնպես պատրաստեք, գուցե հավանեք, գուցե ոչ, հետո անպայման կգրեք կարող են գալ այստեղ եւ այլն հենց Ռուբենի պատրաստածը։ Մնացեք մեզ հետ։ Ճանապարհին երբ մենք գալիս էինք այստեղ, շատ նկատեցինք, որ բնությունը հարուստ էր եղնջով, մարդիկ այն օգտագործում են շատերը ձվածեղի տեսքով են սիրում օգտագործել, ոմանք ապուրներ են պատրաստում եւ պատկերացրեք, որ այն շատ օգտակար է փաստորեն։ Մեր այս հաջորդ էջում մենք ուսումնասիրենք եղնջի օգտակարությունը եւ վերադառնանք։ Եղինջով ապուր կամ եղինջով ձվածեղ սիրում են շատերը։ Այն աճում է ամենուրեք, խոնավ եւ օրգանական նյութերով հարուստ հողերում։ Շատ վաղուց բույսի տերևները եւ արմատները ժողովուրդն օգտագործում է հազի, միզակապության, բարձր ջերմությամբ ընթացող բորբոքային հիվանդությունների դեպքում։ Այս բույսի օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել սակավարյունության, մկանային եւ հոդային ռևմատիզմի, մաշկային բորբոքումների, լյարդի եւ լեղածորանների խնդիրների, մարսողության խանգարումների, ինչպես նաեւ ստամոքսի ցավերի ժամանակ։ Եղինջը չափազանց օգտակար է եւ բուժիչ։ Այն հարուստ է վիտամիններ A, C, K-ով, ինչպես նաեւ հանքանյութերով։ Բացի հակաբորբոքային ազդեցությունից, եղինջը նաեւ մաքրում է արյունը, ինչպես նաեւ կարգավորում շաքարի մակարդակը։ Այն ամրացնում է իմունիտետը, կանխարգելում է վարակների առաջացումը եւ բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, օգնելով հաղթահարել ընթացող հիվանդությունը։ Շատ օգտակար է նաեւ մազերին եւ մաշկին։ Սնուցում է գլխամաշկը, կանխարգելում մազաթափությունը։ Մաշկի վրա օգտագործվում է ալերգիաների եւ բշտիկների դեմ պայքարելու համար։ Եղինջով թեյը կամ ապուրը նպաստում է երիկամների աշխատանքին եւ պաշտպանում քարերի առաջացումից։ Այս բույսը օգտակար է նաեւ շագանակագեղձի առողջությանը եւ պայքարում է այտուցների դեմ։
Այսքան դրական հատկությունների կողքին եղինջը նաև ունի հակացություններ, դրանք են երիկամային հիվանդությունները, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, ինչպես նաև բոլոր նրանց է հակացուցված, ում արյունը խիտ է։ Եղինջը հակացուցված է նաև հղիներին, քանի որ այն արագացնում է ծննդաբերությունը։ Բարև, հարգելի հեռուստադիտող, ես Ռուբենն եմ, Dream Park-ի շեֆ-խոհարարը։ Այսօր պատրաստում եմ ձեզ համար նոր ուտեստ, որը որ շատ հետաքրքիր եւ նոր ուտեստ է մեր ճաշացանկում։ Ինքը շատ վիտամիններով հարուստ, A, B, C եւ D վիտամիններով հարուստ ուտեստ է։ Անցնենք միասին պատրաստենք ձեզ համար։ Մենք ուտեստը անվանել ենք փոշոտում, որի համար մեզ անհրաժեշտ են հորթի փափկամիս, ծնեբեկ, բրոկոլի, չերի լոլիկ, գունավոր պղպեղներ, հայկական պղպեղ, սմբուկ, դդմիկ եւ շամպինյոն սուրճ։ Կարճ ասած բոլոր բանջարեղենները եւ հորթի փափկամիս։ Նախապես պետք է շոկ է խաշել հորթի փափկամիսը, վերցնում ենք հորթի փափկամիս եւ փոքր խորանարդիկներ ենք անում։ Մինչ փափկամիսը կեփվի, մենք պատրաստենք նրա խավարտը։ Խավարտը պատրաստելու համար, ինչպես նշեցի, մեզ պետք է բոլոր բանջարեղենները, որը մենք կպատրաստենք տապակի մեջ գրիլ տարբերակով։ Իսկ այժմ համեմում ենք մեր բանջարեղենները զեյթունի ձիթապտղից հետ, այնուհետև համեմում ենք աղ, սև պղպեղ, ըստ ճաշակի իհարկե գունավոր պղպեղներ, միքս պղպեղներ, սև պղպեղ, մի լավ այս ամենը խառնում ենք, այնուհետև տեղափոխում ենք տապակի մեջ։ Խավարտը պատրաստ է, մենք պատրաստենք հիմնական ուտեստը։ Սերուցք ենք ավելացնում։ Համեմում ենք ևս սև պղպեղ եւ մշկնկույս։ Սնկի եւ տավարի մսինի հետ շատ համադրելի է մշկնկույսը։ Հորթի փափկամիսը եւ սունկ շամպինյոնը պատրաստ է։ Կարող ենք արդեն տեղափոխել մատուցման ափսեի մեջ, տեղափոխենք մեր բանջարեղենները։ Ես ծնեբեկ։ Սիրելի հեռուստադիտող, ուտեստը արդեն պատրաստ է, որին ավելացնելու ենք սոճու փոշին, որը իր մեջ պարունակում է A, B եւ D վիտամիններ, հույսով եմ ձեզ դուր կգա։ Բարի ախորժակ։ Դե ինչ ևս մի շաբաթօրվա եթեր, ոչ սովորական, բայց հուսով եմ ձեզ համար ավելի հետաքրքիր մոտեցավ իր ավարտին։ Ձեզ շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, ձեր առավոտյան րոպեները, ձեր սուրճը, թեյը, հյութը, այս դեպքում նաև տրամադրությունը, որ կիսեցիք մեզ հետ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում իհարկե Dream Park-ին շատ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար, Աջափնյակ բժշկական կենտրոնին մեր կողքին լինելու համար եւ Տունդեպո խանութ սրահին։ Առողջ եղեք։ Ես մոռացա հասցեները, որտեղով կարող եք հետևել մեզ, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հապակները։ Ինչու՞ չէ կսպասենք նամակների այն մասին, թե արդյոք ձեզ դուր եկավ Dream Park-ի շեֆ-խոհարարի պատրաստված այսօրվա ուտեստը։ Կհանդիպենք վաղը։